Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ զարդերի աշխարհ։ Նրանք, ովքեր պատահմամբ հենց նոր են միացել իմ ալիքին, ասեմ, որ ես կոլեկցիոներ եմ եւ ունեմ զարդերի մեծ հավաքածու։ Եվ հիմա ձեզ ցույց կտամ մի փոքրիկ հատված իմ զարդերի կոլեկցիայից։ Սա ընդամենը մի փոքրիկ հատված է, որը ես ձեզ կներկայացնեմ։ Եվ ավելին տեսնելու համար դուք այցելեք իմ YouTube-յան ալիք եւ կտեսնեք ինչքան մեծ մասշտաբների զարդեր ունեմ ես։ Քանի որ ես զարդերի մեծ սիրահար եմ, երբեք կանգ չեմ առնում եւ ձեռք եմ բերում մշտապես նորանոր զարդեր, դրանք ուսումնասիրելու, դրանց պատմությունը ուսումնասիրելու, կատարված աշխատանքը, ժամանակաշրջանը եւ այլն, ամեն բան ինձ հետաքրքիր է զարդերի մասին։ Հիմա կնայենք մի քանի կտորները, փոքրի շատ է ես ձեզ կներկայացնեմ այդ զարդերը, իսկ մնացածը դուք կտեսնեք հաջորդիվ իմ տեսանյութերում։ Ուրեմն այս տուփերը կնայենք վերջում, դնեմ մի քիչ այն կողմ, տեսնենք ինչ կա այստեղ, ուրիշ ինչ զարդեր կարող ենք նայել։ Փորձեմ ձեզ ներկայացնել այդ զարդերը։ Ասեմ, որ այս բոլոր զարդերը բրենդային են, մարկիրովանի են։ Հիմա ցույց կտամ նրանցից յուրաքանչյուրը, փոքրի շատ է, պատմելով նրանց մասին։ Առաջի հանդիպակաց զարդը ես էլ ձեր հետ նոր տեսա, թե սա որ զարդն է։ Ընդհանուր առմամբ գիտեմ ինչ կա այստեղ, բայց պատահականության արդյունքով կվերցնեմ յուրաքանչյուրը եւ կներկայացնեմ սիրով ձեզ։ Ինչպես տեսնում եք, շատ գեղեցիկ էլեգանտ լոկանիկ բրոշ է, օվալաձև։ Դնեմ այստեղ նայենք։ Ուրեմն ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք մի հիասքանչ բրոշ, որը ունի կենտրոնական բորոկական էլեմենտ մարգարտեր, շրջապատված է ցերկոնային օղակով։ Նայենք ներսի հատվածը բրոշի։ Ուրեմն ներսի հատվածը ահա այսպիսին է կարկասը, ոսկեգույն, նկատում ենք, որ յուրաքանչյուր ցերկոնիկը ամրացված է կարկասին, հիմքին, որովհետև սոսնձված չէ, այ դա շատ լավ է, եւ ունի իր տեղը, ուրույն տեղը այս կարկասի վրա, սա ապահովում է որակ, քարերը չեն թափվում ժամանակի տարիների ընթացքում։ Այստեղ արկա է սերիական համարը այս բրոշի եւ մարկիրովկան, ինչպես տեսնում եք, Sphinx։ Այս բրոշը պատկանում է բրիտանական հայտնի ընկերությանը, Sphinx է կոչվում այդ կամպանիան։ Եվ այս բրոշը հիանալի կատարում է եւ հիանալի ձեռքբերում, բացատրեմ ինչու, ամբողջովին նոր է եւ տոնական էլեմենտը մարգարտ է։ Հիանալի պահպանված վիճակում է, չկան խազեր, կետիկներ, որը կարժեր զրկել բրոշը։ Ես նայում եմ, որպեսզի բրոշները գնեմ անթերի վիճակով։ Եվ ասեմ, որ բոլոր այս բրոշները, որոնք ունեն մարկիրովկա, դրանք չեն վաճառվում երկրորդային շուկայում, դրանք բոլորը ես գնում եմ առաջնային շուկայում, կոլեկցիոներների կոլեկցիայից եւ վճարում եմ բավականին մեծ գումարներ։ Ուր էլ գնաք, դուք նմանատիպ բրոշներ ու զարդեր չեք գտնի, որովհետև դրանք վաճառվում են նեղ շրջանակներում։ Դե ինչ, անցնենք հաջորդ բրոշին, տեսնենք որն է սա։ Հերթով կնայենք բոլորը, հիմա չգիտեմ այս փաթեթի մեջ որ բրոշն է եւ շատ հետաքրքիր է ինձ, եկեք նայենք միասին։ Ահա թե ինչ, հերթական գեղեցիկ բրոշ, մի հերթական գեղեցիկ բրոշ, դարձյալ մարգարտե էլեմենտներով, կենտրոնական այն էլ մի քանիսը, 4-ը։ Եթե ուշադրություն ենք դարձնում, որքան լավ է կատարված լիցքը այս բրոշի, ինչպես ոսկերչական ընկերություններում է արվում, հիանալի վիճակում են մարգարտե կաբաշոնները, անթերի ոչ մի խազ, ոչ մի կետ չկա նրանց վրա, դա շատ կարևոր է։ Եվ էժանագին պլաստիկից մարգարիտներ չեն, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են այս վերևի պերլամուտրային շերտը։ Այլ այս բրոշները բոլորը վինտաժային են, ունեն 25+ տարիներ եւ ինչպես տեսնում եք, լավ են պահպանված։ Հիմա նայում ենք բրոշի ներսի հատվածը, ահա մարկիրովկան Մոնե։ Մոնեն հայտնի է իր ոսկեպատման տեխնոլոգիայով, ոսկե ջրում է նա իր բրոշները այս ընկերությունը, դրա համար ունեն շատ երկար կյանք, երկարակյաց են այս բրոշները, այդպես կարող եմ ասել։ Կան բազմաթիվ կոլեկցիոներներ ինձ նման, որ հավաքում են այս ընկերության բրոշները, զարդերը եւ ոչ մի բանի առջև կանգ չեն առնում, մասնակցելով ուրեմն աճուրդներին, անկում գիշերներ անցկացնելով, մեծ գումարներ ծախսելով ձեռք են բերում նման բրոշներ, որովհետև տարեց տարի նրանց գինը թանկանում է եւ ավելի քիչ են, դժվար է հայթայթել, այսպես կարող եմ ասել։ Ու ինձ կարող են հասկանալ միայն իրական կոլեկցիոներները, որոնք ունեն հոբի եւ զբաղվում են ինչ-որ բաներ հավաքելով, կոլեկցիաներ ստեղծելով, դա բառերով պատմելու բան չի, էմոցիա է, որ պետք է զգաք, հասկանաք։ Հիմա նայենք հաջորդ բրոշը, հարգելիներս, տեսնենք որն է հաջորդ թիվը, ինձ շատ հետաքրքիր է տեսնեմ ինչ կա այս քսակի մեջ, եկեք նայենք միասին, որ բրոշն է այստեղ
Ահա եւս մի լոկանիկ հիասքանչ բրոշ, դարձյալ Մոնե ընկերությանն է պատկանում այս բրոշը, ես անգիր գիտեմ իմ բրոշները, որոնք որ ընկերությանն են պատկանում։ Ունի կենտրոնական կատնագույն էմալապատ հատված եւ նաեւ ոսկեզօծ եզրեր, հանգույցաձև, ներսի հատվածում մարկիրովկան բրենդի արկա է Մոնե, չափսերով փոքրիկ բրոշ է, միևնույն ժամանակ շատ էլեգանտ եւ լոկանիկ, անուն դնելու բրոշ չէ, այդպես կարող եմ ասել, բոլորին դուր է գալիս այս բրոշը։ Տեսնենք հաջորդ քսակում ինչ բրոշ, եւս մեկ էլեգանտ լոկանիկ բրոշ, այսա արդեն Տրիֆարի ընկերությանն է պատկանում։ Ահա արկա է մարկիրովկան Տրիֆարի եւ լիցքը, տեսեք ինչպես է արված լիցքը։ Ձեռքով կատարված աշխատանքներ են սրանք, որտեղ ձեռքով լցնում են ինչպես ոսկերչական զարդերը։ Շատ գեղեցիկ ուռուցիկ տերևներ են, լոկանիկ դիզայնով, էլեգանտ, ոչ պարտադրողական, ինչը չէի ասի էժանագին ժամանակակից չինական բրոշների մասին, որոնք մետաղը այսպես լիստով փրկվում է մետաղը, շտամպով մեքենան գալիս է, կտրտում է, փականներն էլ պրիմիտիվ ձևով տեղադրում, այդպիսի բրոշները երկար կյանք չունեն։ Բայց այսպիսի շքեղ օրիգինալ բրոշները կարծես ոսկյա զարդեր լինեն, եւ երբ որ ես կրում եմ նմանատիպ բրոշներ, ինձ հաճախ են հարցնում ոսկուց է, ասում եմ ոչ, ոսկուց չէ, բայց ոսկե պատված է, ոսկե ջրված է, որտեղ այս ընկերությունները պարտադիր պայման է իրենց մոտ ոսկե պատել, ոսկե ջրել իրենց զարդերը։ Զարդերը մեր ստատուսն են, եւ ինչպիսի զարդեր ենք մենք կրում, այդպիսի մարդ ենք մենք հանդիսանում։ Եվս մեկ հիասքանչ զարդ, տեսնենք ինչ կա ներսում։ Ահա թե ինչպիսի գեղեցիկ, մի գեղեցիկ չնաշխարհիկ բրոշ, սատինափայլ, ոսկե պատված երանգ ունի, բայց մետաքսանման ուժեղ փայլուն չէ։ Եկեք համեմատենք այս բրոշի հետ եւ դուք կտեսնեք տարբերությունը։ Տեսնում եք, այսա փայլուն է, իսկ սա մատովի է, ատլասային թեթևակի փայլով։ Հիասքանչ էլեգանտ բանտ ենք տեսնում մեր առջևում դրված, բրոշը ունի դարձյալ մարկիրովկա։ Ահա այստեղ արկա է մարկիրովկան, պատկանում է բրոշը Մոնե ընկերությանը, լիցքը տեսնում ենք, որ ոսկերչական ընկերությունների պես է կատարված։ Եվ վստահ եմ, որ ձեզ դուր եկավ այս էլեգանտ լոկանիկ բանտը, իսկապես շատ հարուստ եւ շքեղ տեսք է հաղորդում։ Ազնիվ մետաղի փայլ ունի, որովհետեւ որակյալ մետաղ է օգտագործված, այդ թվում նաեւ ոսկե ջրված։ Անցնենք հաջորդ փաթեթին, տեսնենք ինչ կա այստեղ։ Ահա եւս մեկ լոկանիկ հիասքանչ բրոշ, ինչպես տեսնում եք, հանգույց է, ոսկե պատված, կրկին հիպոալերգեն են նմանատիպ մետաղներով պատրաստված բրոշները եւ եզրափակիչ փուլում ոսկե ջրված հիպոալերգեններ են հանդիսանում եւ նաեւ տոքսիկ նյութեր չեն արտանետում, մետաղներն էլ են տոքսիկ լինում, ոչ միայն պլաստիկը։ Դարձյալ Մոնե է այս բրոշի մարկիրովկան, շատ բնորոշ լիցքով, ինչպես արվում է իրեն հարգող բիժուտերիական ընկերություններում, ահա լիցքը տեսնում եք տարբերությունը, որ կատարված է զարդ, ոչ թե շտամբով, ուղղակի մետաղի թիթեղից կտրված ինչ-որ զարդ է շտամբով կատարված, այլ պատրաստված է, զարդը պատրաստված է իր լիցքով հանդերձ։ Նմանատիպ բրոշները ավելի շքեղ են դարձնում մեր հագու կապը։ Նայում ենք հաջորդ զարդը, հերթական բրենդային զարդ, հիշեցնում է ինչ-որ ծաղիկ այս բրոշը կամ եգիպտացորեն, տեսնենք որ բրենդին է պատկանում այս բրոշը։ Այս բրոշը պատկանում է Կորա բրենդին, ահա այստեղ գրված է, մարկիրովկան հստակ երևում է Կորա եւ կտարը ցեյաձև։ Այս բրոշը եւս գնել եմ կոլեկցիոներից, բավականին շատ գումար վճարելով այս բրոշի դիմաց, քանի որ արծաթագույն երանգով բրոշներ հաճախ չեն հանդիպում, մանավանդ Կորայի դեպքում։ Եվ եթե ինձ հանդիպում է հետաքրքիր տարբերակ, ես անպայման գնում եմ հենց կոլեկցիոներներից եւ սկսում եմ ուսումնասիրել այդ բրոշի կառուցվածքը, պատրաստման տեխնոլոգիան, ժամանակաշրջանը, դիզայնը եւ այլն։ Նայենք եւս մեկ բրոշ, ինչպիսի գեղեցիկ տերև է, չէ՞, կարծես դդմիկի տերև հիշեցնի, նայեք ինչքան վոլյում կա այս բրոշի կատարման մեջ, ուռուցիկ բրոշ է եւ ունի երկու կարկաս, երկու մասից է կազմված, երկու բրոշից, կարծես, երկու հատվածներ ունի այս բրոշը, որի հաշվին ստացել է 2D ձևաչափ։ Շատ գեղեցիկ բրոշ է, մետաղի գույնը, դաջվածքը եւ կառուցվածքը, բարդ կառուցվածք ունի, կարկասը երկու բրոշ կարծես կառուցած լինեն, հետո միացրած ցրել են այս պտուտակներով։ Ինչքան հիասքանչ է արված տերևների դաջվածքը, իսկական տերևների նման է կատարված։
Հաջորդ բրոշին անցնենք, տեսնենք ինչ բրոշ կա։ Եվս մեկ հիասքանչ կատարում, տերևի տեսքով լոկանիկ լյուքս կատարում, այսպիսի բրոշներ կատարվել են 80-ականներին լյուքս ընկերությունների կողմից, անմիջապես երևում է մետաղի գույնից, կառուցվածքից, դաջվածքից, նման կերպով այլևս չեն պատրաստվում եւ տեսեք ոլորված տեսք ունի մետաղը, հարթ մետաղական կառուցվածք չունի պրիմիտիվ, ահա մարկիրովկան տրիֆարի, տի վերևը թակ է, այդպես է կատարված։ Շատ հոյակապ լիցքով, ոսկե պատված, ոսկե ջրված բրոշ, համաձայնվեք ինձ հետ, որ շատ էլեգանտ է, չէ։ Դե ինչ, անցնենք հաջորդ բրոշին, տեսնենք ինչ բրոշ կա այստեղ։ Եվս մի հիասքանչ լոկանիկ բրոշ, օղակաձև 3 էլեմենտներով, ճիշտ եւ ճիշտ այս նույն բրոշից կատարել է նաեւ Dior մոդայի տունը 1980-ականներին, չի բացառվում, որ նա իր պատվերը տվել է այս ընկերությանը, եկեք տեսնենք որ ընկերությունն է սա, ահա մարկիրովկա Napier ընկերությունն է, այս ընկերությունը համարժեք է Monet ընկերությանը եւ նրանք միասին այդ թվականներին շատ պոպուլյար են եղել, մշտապես ընդունելով պատվերներ հայտնի մոդայի նորաձևության տներից։ Եվ սա այդ դեպքն է, երբ բրոշը ճիշտ եւ ճիշտ համընկնում է Dior-ի հետ, կարծես ընդամենը մարկիրովկան է տարբերությունը։ Հիմա կնայենք ինչ բրոշ կա այստեղ, այս փաթեթի ներսում։ Օ, ինչպիսի շքեղություն, հերթական շեդևրալ հիասքանչ բրոշը, նայեք ինչքան գեղեցիկ է կատարված, վոլյումը տեսեք այս բրոշի, մասշտաբները։ Ահա մարկիրովկան դարձյալ նշված է Napier, սա նույնպես Napier ընկերությունն է արտադրել, տեսնում եք լիցքը, ինչքան գեղեցիկ է արված լիցքը, համաչափ, ներդաշնակ, բրոշը ունի երկար եւ սուր ասեղ, ինչը ավելի է հեշտացնում նրա կիրառությունը կյանքում։ Շատ գեղեցիկ բրոշ է, հոյակապ կատարում, երկար կարելի է հիանալ այս բրոշներով։ Սա մի փոքրիկ մասն էր իմ հավաքածուից, որ ես ձեզ ցուցադրեցի, ավելի մեծ մասշտաբներով դուք կտեսնեք իմ տեսանյութերում, ովքեր վաղուց են ինձ հետ, պատկերացնում են մասշտաբները իմ զարդերի, իմ կատարած ներդրումների։ Սա իմ հոբին է, բայց երբեմն ես որոշ կտոր զարդեր զիջում եմ իմ բաժանորդներին, ինչու, որտեվ այստեղ հավաքված է մի հետաքրքիր խումբ, որտեղ բոլորը էսթետներ են, զարդասերներ են, եւ ես երբեմն զիջում եմ իմ բրոշները այն պարզ իսկ պատճառով, որպեսզի նրանց պարգևեմ ճիշտ եւ ճիշտ այն նույն ուրախությունը, ինչը որ ես ինքս եմ զգում նման ունիկալ կտորներ ձեռք բերելով, եւ հաճախ ես նրանց փոխանցում եմ այս զարդերը հենց այս բրոշների ինքնարժեքներով, նախ որպեսզի մեծ հաճույք պատճառեմ նրանց, ինչպես նաեւ այդ գումարներով գնում եմ եւս նոր բրոշներ, որպեսզի ավելի ուսումնասիրեմ, խորացնեմ իմ գիտելիքները, որպեսզի իմ ձեռքի տակով հնարավորինս շատ զարդեր անցնեն։ Եվ ես ցույց կտամ այսօր մի քանի նոր կտոր զարդեր, որոնք նոր եմ ստացել, սպասել եմ, որ միասին unboxing անենք, իսկ մինչ այդ զարդերին անցնելը կնայենք, թե ինչ երկու զարդ է առկա այս տուփերի մեջ, որ խոստացել էի վերջում ցույց տալ։ Ուրեմն, ինչ կա այս տուփի մեջ։ Շատ հիասքանչ բրոշ, որը ունի պատմություն, մշակույթ, արվեստ իր մեջ, ամեն ինչ կա եւ նաեւ գեղեցիկ դիզայն։ Ես այս բրոշը չեմ կրում, սա իմ հավաքածուի զարդն է, ինչու, որովհետեւ ես շատ եմ սիրում այս ժամանակաշրջանը 1920-ականներից 1930-ականները art deco ժամանակաշրջանը, ես ոգեշնչվում եմ այս ոճով եւ շատ կուզենայի ապրած լինեի այդ ժամանակաշրջանում, որովհետեւ մարդիկ ավելի բարի էին ու բարեկիրթ եւ նրբանկատ։ Ժամանակի ընթացքում այս հիասքանչ հատկությունները կորում են, տեսնում ենք այս պատկերում կարնավալ է, բալ է, որտեղ զույգերով պարում են, չէ։ Հիմա ուսումնասիրենք բրոշի ներսի հատվածը, բրոշի ներսի հատվածը ավելին է ասում, քան բրոշի արտաքին հատվածը։ Ուրեմն այս բրոշը նույնպես բրենդային է եւ ներսի հատվածից հասկանում ենք, որ բրենդին է այն պատկանում, 1928 բրենդին է պատկանում, դա մարկիրովկան է, դա տարեթիվը չի այս բրոշի ստեղծման եւ այսպիսի նախշազարդերը բրոշի ներսում արել է հենց այս բրենդը 1928։ Եթե տեսնեք բրոշներ, որոնց ներսում արկա են այսպիսի նախշազարդեր, բայց նշված չէ 1928 թվական, միևնույնն է այդ բրոշը կատարվել է այս ընկերության կողմից, որտեղ միշտ չէ որ մակագրել է 1928-ը, բայց այս դեպքում երկուսը մեկում է եւ արկա է ներսի հատվածի դաջվածքը նախշազարդերով եւ 1928 խորհրդանշական թիվը։ Բրոշը կատարված է art deco նախշազարդերի մոտիվներով, ծաղիկներ,
և հանդիպակաց էլեմենտներ, այս ամենը փաստում է հենց այդ ժամանակները 1920-ականներից 1930-ականները, երբ մարդիկ ավելի շատ էին սիրում արվեստ, մշակույթ, ինչպես նաև շատ ընդունված էր այս պարահանդեսային կուլտուրան, որտեղ մարդիկ փոխանակվում էին իրենց ձեռքբերումներով, իրենց ձեռքբերված արվեստի գործերով, պատմում էին, ներկայացնում էին այդ երեկոների ընթացքում, և այս ոճով մինչ օրս դեռևս ոգեշնչվում են շատ աշխարհահռչակ դիզայներներ, կոմպոզիտորներ, արխիտեկտորներ, գրողներ, դեռևս ակտուալ է այս ոճը, և ոչ միայն ես եմ սիրում, այլ նաև շատերը, ովքեր ուսումնասիրել են առհասարակ այս ոճը և այս ժամանակաշրջանը։ Ճարտարապետները նույնպես քաղաքաշինության մեջ հաճախ են օգտագործում այս ոճը, ոչ միայն նախկինում, այլ նաև հիմա։ Շատ եմ սիրում այս ժամանակաշրջանը, այս էպոխան դրա համար մի քիչ ավելի խորացա։ Անցնենք առաջ, տեսնենք ինչ կա մյուս տուփի մեջ։ Ահա թե ինչ է առկա մյուս տուփի մեջ։ Շատ հրաշալի մի բրոշ, բոհոգական, շեդևրալ ապակին, այս ապակին կոչվում է գրիպուա է կոչվում այս ապակին։ Այս ապակին գործածել է իր բիժուտերիայի ընկերությունում Chanel մոդայի տունը, բայց նախկինում վինտաժային Chanel բրոշների ու ականջողերի զարդերի մեջ կտեսնեք այս ապակին գործածված։ Ներկայիս Chanel-ի նորաձևության տունը այլևս այս թանկարժեք ապակին չի օգտագործում, այլ չինական ինչ-որ էժանագին տարբերակ է ընտրել պլաստիկից, որը չի արդարացնում այդ բրոշների դիմաց պահանջված գինը, եթե նյութերը էժանագին են, չէ՞, միայն անվան համար չի կարելի վճարել նման մեծ գին։ Ահա մարկիրովկան այս բրոշի լյուքս սիգմենտի բրոշ է, դրա համար էլ օգտագործվել է շատ թանկ նյութեր, մասնավորապես այդ ապակին, և Կարլ Լագերֆելդից հետո այդ ապակին Chanel-ի նորաձևության տունը այլևս չի օգտագործել, անցել են բյուջետային տարբերակի։ Տեսնում եք ինչպիսի գեղեցկություն է տիրում իմ սեղանի վրա, շքեղություն։ Այս մի քանի կտոր զարդերը իսկական մեծ ներդրում է իմ ընտանիքի համար, ես երբևիցե չեմ ափսոսացել մեծ գումարներ ծախսելով այսպիսի բրոշներ գնելով, քանի որ այս բրոշները ցանկացած պահի, եթե ես նախ վաճառեմ ինքնարժեքով, կստանամ իմ ծախսած գումարը, և երկրորդ տարեցտարի այս բրոշների արժեքը ավելանում, ինչը չի ասի ոսկե կամ արծաթե զարդերի դեպքում։ Երբ որ պահից խանութից դուրս եկանք, հետ տանենք այդ զարդերը, միայն կարողանանք վաճառել այդ զարդերը լոմի արժեքով, ոսկու կամ արծաթի այդ ժամանակաշրջանին համապատասխան արժեքով, գրամների, չէ, որպես զարդ գին չեն ունենա, մեզանից այդ գնով չեն ընդունի, բայց նման պիես զարդերը, բուկինգ պիեսներ են կոչվում այս զարդերը, գրքային կտորներ, կատալոգային զարդեր են սրանք, գնահատվում են, թեպետ ոսկե ջրված են, ոսկուց չեն, բայց գնահատվում են որպես զարդի կտոր, ոչ թե որպես մետաղալոմ, այլ որպես զարդի կտոր, ինչը չէինք ասի ոսկու դեպքում, ոսկին կգնահատվի մետաղալոմ, բայց ահա այսպիսի ոսկեջրված զարդերը, սրանք բուկինգ պիեսներ են, որոնց համար մարդիկ վճարում են ոչ թե մետաղի դիմաց, այլ մի կտոր զարդի դիմաց, և ես միակը չեմ, շատ մարդիկ հազարավոր եվրոներ են ծախսում այսպիսի մեծ կոլեկցիա ստեղծելու համար։ Սա իմ հավաքածուի մի փոքրիկ մասնիկն էր, որը ես ձեզ ներկայացրեցի, իմ հին բաժանորդները գիտեն իմ զարդերի մասշտաբների և ներդրումների մասին։ Հիմա կանցնենք այն զարդերին, որոնք ես գնել եմ նույնպես կոլեկցիոներից և հատով։ Ասեմ, որ հատով զարդերը ավելի թանկ են ինձ վրա նստում, ավելի թանկ են, քանի որ երբ որ շատ կոլեկցիոներ գնում են լոտերով, մեծ լոտերով, նախ կրճատվում է ճանապարհածախսը, և ցանկացած բան, եթե գնում ես մեծածախ քանակով, պարզ է, որ գումարն էլ ես քիչ վճարում համեմատաբար, քան հատավաճառի դեպքում։ Հիմա ցույց կտամ այդ զարդերից մի քանիսը, որոնք ես մեծ սիրով գնել եմ հենց մեր ընտանիքի համար, մասնավորապես իմ ու աղջնակիս։ Մենք հաճույքով կրում ենք այդ զարդերը և հանդիսանում ենք մեծ էսթետներ, ներկայացնելով այդ զարդերը հասարակության լայն շրջանակներին։ Հիմա կբացեմ ես այս առաջի փաթեթը, որը ինձ մոտ է եկել համարյա 1 ամիս շարունակ ես սպասում եմ։ Ուրեմն 1 ամիս շարունակ սպասել եմ այս փաթեթին, փաթեթս կորել էր ճանապարհին, և ես հույսս կտրել էի ու անկեղծ ասած շատ էի տխրել, գիտեք ինչու, որովհետև ես այս բրոշից շատ եմ փնտրել և ինչքան ուզեցել եմ գնել,
Սենց ոնց որ ասում են, քթիս տակից տարել են, չեմ հասցրել անգամ հասցրես սեղմեմ, որ այս բրոշը գա ինձ մոտ։ Մյուս օրինակները էլի այս բրոշից դե մի քանիսը կան, դարձյալ բրենդային բրոշ է, եւ շատ ուրախ եմ, որ այս անգամ ստացվեց այս բրոշը գնել ինձ մոտ։ Հիմա ես կբացեմ։ Հենց նոր է եկել այս բրոշը եւ մոտիվացիա հանդիսացավ ինձ համար այս տեսանյութը ձեր համար նկարահանելու, որովհետև ամեն անգամ զարդ ստանալու այս հաճույքը ես մենակս չեմ վայելում, մենք միասին ենք վայելում։ Վերջապես այս հրաշքը իմ ձեռքում է, չեք պատկերացնի որքան ուրախ եմ, մոտեցնեմ ուսումնասիրենք։ Ուրեմն այս բրոշը արտաքնապես եկեք ուսումնասիրենք մորֆոլոգիական կառուցվածքը, չէ՞ որ սկզբում ցանկացած օբյեկտի առաջի հայացքից աչքի է ընկնում թեկուզ հեռվից մորֆոլոգիական կառուցվածքը եւ գույները։ Տեսնում ենք, որ գույները առկա են, ամբողջ էմալը տեղում է։ Այս բրոշից ինձ էլի է հանդիպել, բայց էմալը տեղ-տեղ թափված, որովհետև հին բրոշ է, 1971 թվականին է թողարկվել, ինձանից մեծ է նույնիսկ։ Բայց էմալը իդեալական վիճակում է, եւ երբ ինձ մի քանի անգամ հանդիպեց էմալը թափված վիճակում, ես չգնեցի, բայց այնուհանդերձ անմիջապես այդ բրոշները գնեցին, որովհետև շատ հանրաճանաչ բրոշ է եւ շատ սիրված։ Պատկանում է Evan ընկերությանը, ահա այստեղ նշված է բրենդը Evan ընկերությունը, եւ ամենակարևորը այս բրոշը նաեւ կախազարդ է, ահա այստեղից կարող ենք անցկացնել ցանկացած շղթա։ Ես շատ եմ սիրում տրանսֆորմեր զարդեր, այդպես ավելի հետաքրքիր է դառնում զարդը եւ բազմաֆունկցիոնալ։ Տվյալ դեպքում համ բրոշ է, համ կախազարդ, ինչպես տեսնում եք։ Բայց ասեք, որ հրաշք է, հրաշագեղ բրոշ, ես շատ ունեմ բրոշներ, մեկը մեկից գեղեցիկ, մեկը մյուսից տարբերիչ, բայց այս բրոշը գերում է իր գեղեցկությամբ, ոչ մեկ անտարբեր չէ այս բրոշի նկատմամբ եւ կոլեկցիոներները մասնավորապես, եւ ես էլ որպես ինձ հարգող կոլեկցիոներ վերջապես ունեցա այս բրոշից, ինչի համար շատ ուրախ եմ։ Այս փաթեթը կբացենք հիմա, սիրելիներ, տեսնենք ինչ զարդեր են թաքնված ներսում։ Երկու զարդ, երկուսն էլ բրենդային, շատ գեղեցիկ թևնոց է, էմալապատ, ոսկեգույն, Chicos բրենդն է։ Chicos բրենդի զարդեր շատ մարդիկ են հավաքում, քանի որ այլևս չի արտադրվում, լավ բրենդ է, թանկարժեք, բայց արդեն դուրս է եկել արտադրությունից եւ կան մարդիկ, որոնք հավաքում են բացառապես միայն Chicos այդ բրենդը։ Թևնոցը ամբողջովին նոր է։ Եվ իմ սիրած համադրությունն է ոսկեգույնը կատնագույն էմալի հետ, շատ եմ սիրում այս համադրությունը, չափսն էլ է լավ չափս, կարելի է կրել ինչպես ժամացույցների հետ, այս դիրքով եւ ուղղակի այսպես, երկու ձևով էլ լավ է նայվում։ Օ, ինչ գեղեցիկ ականջողեր են։ Ուրեմն ականջողերը նույնպես բրենդային են, վինտաժային կլիպսներ են, Լիսներ ընկերության ականջողեր են, ահա մարկիրովկան, այստեղ առկա է մարկիրովկան լիսներ, շատ նուրբ, նրբաճաշակ թերթիկներով վարդեր են, ինչ շատ դուր եկան, շատ գեղեցիկ են, շատ էլեգանտ, c'est trop chic։ Երկու գնումներից էլ շատ գոհ եմ, երկուսն էլ փայլուն վիճակում իդեալական կատարումներ են, անթերի ու գեղեցիկ, յուրահատուկ շարմ ունեն այս ականջողերը, նրբագեղություն ուղղակի։